Հայացք դրսից նախագծի այս թողարկման հովանավորն է Լազարյանների հիմնադրամը։ Հաղորդման գործընկեր Big Z Production։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սիրելի հետևորդներ, ես Մարինա Մարտիրոսյանն եմ, դուք իմ ալիքում եք սա հայացք դրսից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այս պահին մենք գտնվում ենք Մոսկվայի ամենահեղինակավոր դահլիճներից մեկում, Live Arena համերգասրահում, որովհետև այսօր սիրված ու ճանաչված արտիստ, երգիչ Թաթա Սիմոնյանի մենահամերգն է։ Գնանք տեսնենք, թե ինչ է կատարվում իհարկե Ետնաբեմում, դահլիճում, այնտեղ արդեն աժիոտաժ է, բոլորը պատրաստվում են, հանդիսատեսն արդեն հավաքվում է, բնականաբար կաշխատենք նաև զրուցել հենց արտիստների հետ, առաջարկում եմ մնալ ինձ հետ մինչև վերջ եւ բոլորիդ իհարկե մաղթում եմ հաճելի դիտում։ Գնացինք։ Այս պահին իմ զրուցակիցն է Հրաչ Քեշիշյանը, ողջույն, բարի գալուս Մոսկվա։ Շատ սիրելի ռեժիսոր, սիրելի մարդ, ես իսկապես հիմա իմ էմոցիաները շատ խառն են, ջերմ են, որովհետև այսքան լավ մարդկանց տեսնել հայրենիքից Մոսկվայում, դուք ինչ տրամադրությամբ եք եկել։ Հիանալի տրամադրությամբ, շատ գեղեցիկ աշխատանքային մթնոլորտ է եւ ես վստահ եմ, որ շատ գեղեցիկ համերգ է սպասվում։ Մենք էլ վստահ ենք, հանդիսատեսն արդեն անհամբեր սպասում է, ինչպես է աշխատել նման մեծ մասշտաբային համերգների։ Ես կարծում եմ, որ Թաթան ունի հիանալի թիմ եւ Թաթայի թիմը միշտ ցանկացած վայրում եւ ցանկացած համերգային սրահում կարողանում է հրաշքներ գործել, այդ միանգամից տալ լավ էներգետիկան ու լավ դրամատրությունը։ Կարծում եմ, որ իհարկե պարզ է, որ ճանապարհ, հոգնածություն, բայց այնքան տրամադրված են երաժիշտները եւ ողջ թիմը, որ ամեն ինչ հիանալի պետք է լինի։ Վստահ եմ, որ հիանալի լինելու մեզ սպասվում է շատ գեղեցիկ համերգ եւ տարեմուտին է մեր այս եթերը դուրս գալու նոր տարվա հետ կապված, ինչ կմաղթեք երկու խոսքով մեր հայրենակիցներին։ Ես մեր հայրենակիցներին, ընդհանրապես հայ ժողովրդին, բոլորին առաջին հերթին մաղթում եմ խաղաղություն։ Խաղաղությունը երևի մեր համար ամենակարևոր կետն է։ Եվ բնականաբար յուրաքանչյուրիս ընտանիքներին թող լինի յուրաքանչյուրիս ընտանիքների համար թող նոր տարին բերի խաղաղություն, առողջություն, հաջողություններ, թող երեխեքը ժպիտով մեծանան եւ ուրախ լինենք, շնորհակալություն, մերսի շատ։ Շնորհակալ եմ ձեզ։ Բնականաբար Թաթա Սիմոնյան, սիրված արտիստ Մոսկվայում, ողջույն, բարի գալուս Մոսկվա։ Ինչ տրամադրությամբ եք եկել, որովհետև Մոսկվայի հայ հանդիսատեսը ձեր երկրպագուները անհամբեր սպասում էին վերջին 6-7 տարին չէիք եղել Մոսկվայում համերգներով, եթե չեմ սխալվում։ Ես իրանցից անհամբեր եմ, սպասում եմ, հանգիստ եկեք։ Արդեն այստեղ են, շնորհակալություն եւ ինչ կմաղթեք ձեր երկրպագուներին Մոսկվայի հայ հանդիսատեսին։ Ինչ պիտի մաղթեմ, ամենալավն ու բարին, ստեղ չեմ կարող օրիգինալ լինել։ Բոլորին եմ մաղթում, ամենալավն ու բարին, իմ երկրպագուներին, իմ գործընկերների երկրպագուներին, բոլորին։ Շնորհակալություն, որ այստեղ եք, անչափ շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Կարեն Սևակ Բենդ և Թաթա Սիմոնյան։
Moskva Բարերեկոյին սիրելի հայեր Հիմա շատ ուրախ եմ որ ունեմ ես առիթը հանդիպելուց ես հետ մի քանի երգ ձեզ համար երգելու եթե կարողանանք իմ ընկերների հետ ձեզ լավ տրամադրությամբ այսօր տուն ճանապարհելու լավ դուք պատրաստ եք Այս պահին իմ զրուցակիցն է Թաթա Սիմոնյանի պրոդյուսերը Գրիգոր Նազարյանը, ողջույն, բարի գալուստ Մոսկվա։ Ողջույն, շնորհակալություն։ Գիտեմ նախ որ տրամադրությունը բարձր է, բնականաբար, ինձ հետաքրքիր է, բավականին երկար տարիներ համերգ չէր ունեցել Թաթա Սիմոնյանը Մոսկվայում։ Ինչպես ստացվեց այդ դադարը երկար եւ ինչպես հիմա որոշեցիք որ համերգ լինի, որտեղ գիտեմ որ Ոչ մի այդպես հատուկ դադարի չի եղել, ուղղակի ոնց էր ամեն ինչ իր ժամանակին գալի հասունանում է եւ շնորհակալ ենք այսօրվա հանդիսատեսին, որովհետեւ այս լեգենդացիոն դալիճն է լինելու եւ հույսով ենք որ հրաշք համերգ կունենանք։ Սկոն դեռ Իսկ առաջիկայում գիտեմ որ Միացյալ Նահանգներում էլ կա համերգ։ Հա, ահագին ոչ միայն Բեյրութից հետո Բեյրութում ենք շատ մի քանի տեղ գնալու ենք։ Հավա դուք ապրեք որ կար, ապրեք որ ձեր հաղորդաշարը կա, որովհետև այսօր դրսից լինելը, ներկայացնելը շատ կարևոր է այդ ամենը, ինֆորմացիայի, այս թվացial ինֆորմացիոն բույի մեջ շատ պակաս ունենք, մենք ինֆորմացիայով շատ ապրեք, որ այսպես սիրուն գործ։ Ձեզ ենք շնորհակալ, որ այսօր այստեղ եք, Մոսկվայի հայ հանդիսատես իսկապես անհամբեր սպասում է, շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Բոլորիս։ Բոլորիս լավ համերգ։ Իմ զրուցակիցն է Մոսկվայում հայտնի հաղորդավար շոումեն Լևոն Ոսկանյանը, ողջույն։ Ողջույն։ Ինչ տրամադրությամբ եք եկել Թաթա Սիմոնյանի համերգին։ Ես եկել եմ այստեղ, որ մի փոքր լեգենդային տեսնեմ, որովհետև շատ են կարոտել իրան, վերջի անգամ իր համերգներին եղել եմ մի 6-7 տարի առաջ եւ միանշանակ ես եւ բոլոր իմ ընկերները ներկա են այստեղ, որ մի անգամ էլ լսեն հզոր ձայնը մեր մայեստրոյի։ Եվ քանի որ արդեն ամանորի նախաշեմին է դուրս գալու այս հաղորդումը, երկու բառով ինչ կմաղթեք հայ ժողովրդին։ Ես ուզում եմ իմ հայ ժողովրդին մաղթեմ, որ իրանք միշտ լինեն Աստծո հետ միասին, դա իմ համար շատ կարևոր է։ Ես ուզում եմ իմ ազգին մաղթեմ, որ այս նոր տարին, որը մենք սկսում ենք 2026 թվականը, իմ հայ ազգը լինի բախտավոր, ուրախ եւ միայն Աստծո հետ միասին։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդը։ Իմ հայ ազգ, սիրում եմ ձեզ։ Շնորհակալություն, լավ երեկո։ Բոլորիս։ Մոսկվայում եւս հայտնի բլոգեր, հաղորդավար, շոումեն Սահակն է իր գեղեցկուի տիկնոջ հետ, այս պահին իմ զրուցակիցը, կխնդրեմ կիսվեք ինչ տրամադրությամբ եք եկել Թաթա Սիմոնյանի համերգին։ Մենք բարձր տրամադրությամբ եկել ենք այսօրվա միջոցառման, Марин, тебя видеть просто всегда рады. Ты что скажешь, Кань? Я тоже настроена петь все любимые песни. На самом деле Тата это один из тех артистов, недавно обсуждали, что есть всего лишь на 5 пальцах можно посчитать тех артистов, на которых люди прям идут с большой душой, с большой любовью и с особым трепетом. И Тата входит в число этих артистов, потому что на его песнях мы все выросли. Не побоюсь этого слова даже сказать, что на его песнях выросли даже старшее поколение тоже, потому что он прям десятилетиями радует нас своим творчеством. Եվ մեր հաղորդումը նախ տոնական է լինելու, այսինքն ամանորի նախաշեմին, տարեմուտին, ինչ կմաղթեք։
Թաթային։ Եվ Թաթային, իհարկե, եւ մեր հանդիսատեսին հայ ժողովրդին։ Թաթայի մաղթում ենք նոր երգեր, իսկ հանդիսատեսին Мне сказать? Ты можешь сказать, կլինի հայերեն ասեմ, կլինի ռուսերեն ասեք, իմիջայլոց մենք հավաքվել ենք։ Это прикол такой. Скань, скажи несколько слов. Пожелания подписчикам. Представь там наши читатели. Я желаю всем удачного, успешного года. Пусть все ваши цели, мечты обязательно сбудутся. Իսկ քո հետևորդներին կհորդորես միանալ իմ ալիքին հայաց դրսից նախագծին։ Я вообще всех призываю подписаться на канал нашей Мариночки, потому что вообще подписывайтесь, потому что у нас уже несколько лет планируется интервью. Да, скоро и мы будет, я мы все надеюсь. никак не можем подобрать подходящие даты, время, место. Но я уверен, что скоро это интервью Понятно. будет. А Линия чтобы его будет. не пропустить, что надо сделать? Իհարկե բաժանորդագրվենք։ 100%. Շնորհակալ եմ ձեզ հաճելի երեկո։ Շատ merci. Спасибо большое. Merci. Спасибо. Спасибо большое։ Երաժշտական եւ համերգային պրոդյուսեր Լիաննա Գևորգյանն է այստեղ նաեւ ողջույն։ Ողջույն։ Ինչ տրամադրությամբ եք եկել համերգին։ Շատ լավ։ Այսօր երկու միջոցառում ունեի, բայց չէի կարա այս Թաթայի համերգը բաց թողեի, որտեվ Թաթային համ շատ ենք սիրում, համ շատ էի ուզում, որ ինքը Հայաստանում համերգ, Մոսկվայում համերգ լինի ու слава богу, как бы успели и попасть на его концерт։ Ամենասիրելի երգը Թաթայի։ Որ այս պահին կմտաբերեք։ Ճանապարհ, չէ՞, տանի մեզ դեպի դուր։ Տար մեզի բոլորից դեպի Հայաստան։ Հայաստան, այո։ Եվ արդեն ամանոր է մոտենում, նոր տարի ինչ կմաղթեք հանդիսատեսին, Թաթային, մեր արտիստներին։ Բոլորին մաղթում եմ առողջություն, ամենակարևորը ու հաղ երկնքի տակ մնան բոլորին։ Շնորհակալություն։ Եվ այս պահին իմ զրուցակիցն է, ինչպես տեսնում եք, գեղեցկուհի, սիրված ու ճանաչված երգչուհի Տաթև Ասատրյանը, ողջույն, բարի գալուս Մոսկվա կրկին։ Ելույթից հետո ինչպիսին է ձեր տպավորությունները, էմոցիաները։ Ինչպես միշտ, լավ էմոցիաներով իմ սիրելի ժողովրդի հետ ուրախ եմ այսօր գտնվել իմ շատ սիրելի արտիստի մենահամերգին, ում երգերի տակ ոչ միայն ես եմ մեծացել, նաև մի ամբողջ սերունդ եւ ուրախ եմ, որ ես այսօր այստեղ եմ։
մենք էլ ենք շատ ուրախ, Մոսկվայի հայ հանդիսատեսը միշտ ուրախ է ձեզ տեսնել այստեղ եւ երգը վերջին ձեր դուետը, զուգերգը ինչպես եղացավ միտքը, ինչպես ծնվեց այդ երգը, երկու բառից։ Մենք էլ չհասկացանք ոնց եղավ, բայց պարքասը որ լավ ստացվեց։ Շատ սիրվեց։ Լավ, ես գիտեմ, որ դուք փետրվարին արդեն ունեք այստեղ հաստատված եւս մեկ համերգ իմ հետևորդների համար կկիսվեք ամսի քանիսին է, որտեղ է, ինչպես կարող են տոմսերը ձեռք բերել։ Այսօր արդեն հաստատեցինք օրը փետրվարի 8-ին CSKA արենայում եւ բեմից հայտարարեցի իմ սիրելի հանդիսատեսին Փարք Տիրոջի թողետորը գա, շատ ենք պատրաստվել եւ նախորդ բենամերքից շատ ավելի մեծ մասշտաբի։ Ի խոսքով Աստված առաջ։ Լավ, եւ վերջում այս հաղորդումը դուրս է գալու արդեն տարեմուտին, նոր տարվա շեմին, ինչ կմաղթեք ձեր հայ հանդիսատեսին, մոսկովյան ձեր երկրպագունին եւ առհասարակ հայ ազգին։ Կմաղթեմ, որ ամենակարևորը ինչ էլ լինի, ձեր տրամադրությունը բարձր պահեք, առողջ եղեք կարևորը եւ չմոռանաք ձեր սիրելի հարազատներին նվիրել իմ մենամերկի տոմսերը։ Այո, շնորհակալություն։ Որը արդեն վաճառքի է Կոնցերտ Կեդրու կայքում։ Всё, հրաշալի է, շնորհակալություն, շնորհակալություն շատ։ Կրկին հայկական համեր միջոցառում Լիլի Գրիգորյանն է նորից այստեղ ողջույն։ Այո, ողջույն Մարինա ջան։ Այս անգամ Թաթա Սիմոնյանի հետ ինչ համագործակցություն է, ինչ երգ եք երգել։ Այսօր երգելու ենք Երևանս գեղեցիկ, ռոմանտիկ։ Էլի Երևանի հետ կապված է։ Մեղեդային երգ, այո։ Շատ Թաթա Սիմոնյանի հետ երեխաների համագործակցությունը երգերի առումով այդքան մեծ չէ, ընտրության հնարավորությունը կան մի քանիսը եւ մենք էլի որոշեցինք Երևանը երգել։ Իսկ ինչպես ստացվեց հրավերը առաջարկը։ Վաղուց ենք ճանաչում միմյանց դեռ Երևանից, այնտեղ էլի միջոցառումներին տարբեր մասնակցել ենք եւ այս անգամ արդեն իմանալով որ իմ գործունեությունը Մոսկվայում է, սիրող համաձայնեցին էլի այս անգամ մասնակցել։ Հրաշալի եւ սպասենք ելույթին ապրիլ խաղաղ նախագծի հրաշք տաղանդավոր երեխաների ու հաճելի երեկո իրոք շատ հաճելի էմոցիոնալ հիշողություններով լի երեկո եմ մաղթում բոլորիս եւ նշեմ որ սա արդեն տարեմուտին նոր տարվա նախաշեմին է դուրս գալու այս հաղորդումը այնպես որ շնորհավորենք նաեւ մեր հայրենակիցների ամանորը եւ Սուրբ Ծնունդը թող մեր երկրում միայն լինի եւ ամբողջ աշխարհում խաղաղություն ոնց որ մեր նախագիծն է այո շնորհակալ եմ ուրախ եմ
Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին իմ զրուցակիցն է այս գեղեցիկ ու հրաշալի համերգի կազմակերպիչ եւ առհասարակ պրոդյուսեր գեղեցկուհի Սոֆիա Ղուլյանը։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպես է տրամադրությունը այս հսկայական ու գեղեցիկ համերգից հետո։ Շատ ուրախ, շատ հպարտ, որ մեր հայազգը սենց ուրախանում է ու միշտ ակտիվ մասնակցում է լավ համերգների։ Համախմբված, այո։ Առհասարակ դժվար չէ նման մեծ մասշտաբի համերգներ կազմակերպել Մոսկվայում։ Շատ դժվար է։ Вообще մեծ քանակությամբ մարդկանց հետ աշխատելը շատ դժվար է։ Բայց հաղթահարեցի։ Այո։ Իսկ առաջիկայում կան ինչ-որ նոր մոտ 26 թվին կան մտածված պրոյեկտներ, Աստծո օգնությամբ կփորձենք իրականացնել։ Հրաշալի։ Դե քանի որ այս թողարկումը տարեմուտին նոր տարվա մոտ արդեն կհեռարձակվի YouTube-յանի մալիքում կլինի, ինչ մաղթենք, ինչ կմաղթես դու ինքդ հայ հանդիսատեսին, հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը ուզում եմ առողջ լինի, միշտ համախմբված լինի, միշտ ուրախ լինի ու ուզում եմ ասեմ, որ ես ձեզ շատ սիրում եմ։ Շնորհակալություն նախ եւս ապրես այս հնարավորության համար, որ այս ռեպորտաժը կարողացանք նկարահանումների կազմակերպել եւ հաջողություն։ Մերսի քեզ շատ։ И с нами сейчас всеми любимая, большой друг армянского народа, певица, артистка Любовь Успенская. Во-первых, благодарю за прекрасное выступление, прекрасные песни. Как ваше вот настроение, эмоции еще раз выступить? Ну, во-первых, я пела сегодня песни, которые я обожаю. Армения, да. Я когда-то давно сказала Тате, Тата, давай споем эту. Он хотел со мной еще какую-то дуэт спеть. Давно. Я говорю, ты знаешь, давай споем Армению, я ее так люблю. Он говорит, нет, ну как-то неудобно. Умер Днепров, это, ну как-то память о нем, и это, может быть, это не, ну как-то... Я ему говорю, ну так наоборот, песня будет вечно жить. Но я дождалась того момента, когда он мне позвонил и сказал, давай споем Армению. Я была счастлива, потому что эта песня действительно очень красивая, ее поют даже во всех караоке и русских. И, конечно, я День города спела песню, да, Ереван, которая, я думаю, очень, кстати, была по делу, и ее очень полюбили, эту песню. Новая песня, да, это очень полюбили. И к концу года уже, вот, Новый год, что вы пожелаете армянскому народу и в целом вообще? Ну, во-первых, мир, чтобы был мир. Ну, я хотела бы, чтобы армянский народ такой умный,
древний, переживший очень тяжелую историю, да, у армянского народа очень тяжелое прошлое, войны, теракты, да, геноцид. Хотелось бы, чтобы этого никогда не повторилось, чтобы этот народ жил в мире, потому что так как армяне любят жить, веселиться и уметь любить друг друга, умеют праздновать. Я была на дне города, и настолько я видела, как люди, народ целый день гуляет, и настолько они любят жизнь. И дай Бог, чтобы это чувство никогда у них не пропало, чтобы эта любовь к себе, к народу, к своей традиции осталась всегда жива и никогда не пропала. Спасибо огромное. Мы тоже желаем вам всего самого наилучшего и с наступающим. Спасибо большое вам. С большим-большим удовольствием. Мой самый любимый артист. Я его очень люблю. Его концерт я очень долго ждала. И как только я узнала, в первые ряды, чтобы посмотреть, послушать. Очень люблю. Песни всякие мне больше нравятся. Все песни его нравятся. Настроение очень позитивное. Очень любим творчество Тата Симоняна. Давно ждали концерт. Надеемся провести вечер в приятной атмосфере, насладиться музыкой и любимым артистом. Անապատի արև, անապատի Ահա եւ վերջ, ավարտվեց այս գեղեցիկ համերգը, շնորհակալություն, որ ինձ հետ էիք, նաեւ պիտի խնդրեմ, որ չմոռանաք բաժանորդագրվել, հավանել, տարածել տեսանյութը, թողնել նաեւ ձեր մեկնաբանությունները, այն ինձ համար շատ կարեւոր է։ Եվ քանի որ այս թողարկումը արդեն տարեմուտին է, բնականաբար իմ շատ սիրելի հետևորդներ, հեռուստադիտողներ, ես սրտանց ու մեծ սիրով շնորհավորում եմ բոլորիդ գալիք ամանորը, նոր տարին, Սուրբ Ծնունդը, թող որ 2026 թվականը բոլորիդ բերի բարեկեցություն, երջանկություն, առողջություն եւ որ ամենակարևորն է խաղաղություն։ Դե ինչ, սա հայաց դրսից նախագիծն էր, ես Մարինա Մարտիրոսյանը, կհանդիպենք, երբ հանդիպենք։ Մնացեք բարև։